Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ որոշ քաղաքացիներ տրվում են արագ եւ չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գայթակղությանը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը վարորդական վկայական ստանալու համար մոտ 500,000 դրամ է փոխանցել անհայտ անձի, բնականաբար չստանալով վկայականը։ Հայտարարություններով տեսա պրավաներ սարքողների, կոնտակտի հեռախոսահամարով կապի հելա, ինձի խաբելով ասեց, որ մի օրինական ձևով իրավունք ունես, կարող ես դու մուծում անել ու ստանալ պրավա։ Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը այցելել է հաշվառման քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջված գումարը։ Գնացել եմ այդ ինչ հասեով տաքսիով, ուծումները, փոխանցումները արել եմ, դեմից 400,000-ը փոխանցում արեցի, այդ կապի հելա, ասեց, թե էդի ցեր չէ, ասի չէ, ասեց բավոներ, ասի բեցեն է ուզե, ասեց ումեն 100,000 էլ պետք ավելացնես, էլի 100,000 ավելացրեցի, կարիք չկա էլ չեք ուղարկել, արի մռու, ես էլ եկել եմ մռուն, ամենաուշը մի ժամվա մեջ պատրաստ կլինի, եթե նկարվես, տողոգրես, պրավան կստանաս, մի ժամ անցնում է, այդ կապի եմ ուզում էլի հելնեմ, զանգեմ ու զանգը ջոգում եմ, ոչ վեկալմա ոչ էլ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում ուշադիր եւ զգոն լինել, չհավատալ արագ եւ հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։ Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։